մի տվեք սրբությունը շներին և ձեր մարգարիտները խոզերի առաջ մի գցեք։ Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, այս կիրակին մեր եկեղեցում անվանվում է Գալստյան կիրակի, քանի որ այն իր խորհուրդը վերցնում է ավետարանական այն հատվածներից, որոնք որ պատմում են Քրիստոսի երկրորդ Գալստյան մասին։ Սակայն պետք է հստակ իմանալ, որ մեր եկեղեցում այս կիրակին խորհրդանշում է ոչ միայն Քրիստոսի երկրորդ գալուստը, այլ նաև առաջին գալուստը, քանի որ հենց կիրակի օրվա շարականի մեջ մենք տեսնում ենք նաև խոսքեր, որոնք վերաբերվում են առաջին գալստյան, այսինքն Քրիստոսի մարդեղացմանը։ Որն էր այս առաջին գալուստը։ Մեզ համար միանշանակ պարզ է, որ որևէ կրոնում չկա այնպիսի երևույթ, որ Աստված ինքը իրեն զոհաբերի իր վսեմությունից, իր բարձրությունից իջնելով եւ մարդու կերպարանք ստանալով։ Այս տեսարանը մենք տեսնում ենք միայն քրիստոնեության մեջ։ Հովհաննեսի ավետարանում հենց պարզ ասված է, որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն անգամ տվեց հանուն այդ աշխարհի։ Հովհաննես Ոսկեբերան հայրապետը շատ գեղեցիկ խոսքեր ունի այս առիթով, ասում է. Աստծո որդին եղավ այն, ինչ որ չէր, մնալով այն, ինչ որ էր։ Մենք մարդեղության խորհրդի մեջ տեսնում ենք ամբողջ մարդկության փրկության իմաստը, որովհետև գիտենք, որ մարդկությունն այնքան չարիքներ, այնքան մեղքեր էր գործել, որ եթե ինքը որպես պատիժ ամբողջությամբ վերանար, եթե ամբողջ մարդկությունը վերանար, միևնույնն է, մեր գործած մեղքերի համար մեր վերացումով մենք չենք կարող պարտքը վճարել։ Այսօրվա խորհուրդը, կիրակի օրվա խորհուրդը, Գալստյան խորհուրդը մեզ գալիս է մեկ անգամ եւս հիշեցնելու այն մասին, որ առաջին անգամվա գալուստը մեր փրկության համար Աստծո ինքնազոհաբերումն է։ Իսկ ինչ վերաբերում է երկրորդ Գալստյանը, որի մասին մենք կարող ենք կարդալ Մատթեոսի ավետարանի 24-րդ գլխում ամբողջությամբ, այս գլուխը նվիրված է Քրիստոսի երկրորդ Գալստյան պատմությանը։ Ահեղ դատաստանը, մեռելների հարությունը, երկնքի առկայությունը, այս ամբողջ հարցերը քննարկվում են աստվածաբանության մեջ վախճանաբանություն կոչվող հատվածում, որ շատ հետաքրքիր բառ է իրենց ներկայացնում։ Մենք երբ որ ասում ենք վախճանաբանություն, հասկանում ենք խոսք ավարտի մասին, վախճան եւ բան արմատներից է կազմված այս բառը, բայց երբ որ դառնանք հունարենին, շատ հետաքրքիր է հունարենում էսխատոլոգիա, այսինքն էսխատոլոգիան նշանակում է խոսք ելքի մասին, այսինքն մենք պետք է հստակ գիտակցենք, որ վախճանաբանությունը այս ամբողջ իրողությունների մասին քննող գիտությունը, աստվածաբանության այդ ճյուղը ինքը երբեք չի խոսում աշխարհի ավարտի մասին, այն մասին, որ ամեն ինչ կյանքը նաև վերջանում է Քրիստոսի երկրորդ գալուստով, ահեղ դատաստանի միջոցով, մեռելների հարության միջոցով ելք է տեղի ունենալու, այսինքն այս աշխարհից մենք դուրս ենք գալու դեպի հավիտենական կյանք։ Հին բժիշկներից մեկը փորձ կատարեց եւ կտրեց ծառի ճյուղը, որի վրա կային տերևները մնացին, չորացան ու չպոկվեցին, բայց այն դեպքում, երբ որ ծառի վրա է մնում ճյուղը, բնական կերպով է սկսում չորանալ, տերևները պարտադիր կերպով ընկնում են։ Ինքը գտավ այս գաղտնիքը եւ հասկացավ, որ մահը իրականում բջիջների մահը եւ այդ թվում նաեւ մարդու մահը ինքը հատուկ կերպով դրված գործընթաց է, որը որ նպաստում է հաջորդ կյանքի առաջացմանը։ Մենք վստահ ենք, որ քրիստոնյայի համար, ով ընդունում է մեռելների հարությունը, ով ընդունում է Քրիստոսի հարությունը, այս կյանքը մի ճանապարհ է, որ տանում է դեպի երկրորդ կյանք, որ տանում է դեպի մեր հոգևոր ծնունդ, որ պիտի տեղի ունենա Քրիստոսի երկրորդ Գալստյան միջոցով։ Թե ինչպես պիտի լինի, մեր մարմիններն ինչպես պիտի փոխակերպվեն, մենք ոչ մի բան այս մասին չգիտենք։ Պողոս Առաքյալը մեզ ասում է, որ մարդիկ հարություն առնելուց հետո չեն լինելու նյութեղեն մարմնով, այլ լինելու են հոգևոր մարմնով եւ չեն ունենալու սեռ։ Բայց թե ինչպես է լինելու այս ամբողջը, մեզանից եւ որևէ մեկը չի կարող իմանալ։ Քրիստոս խոսում է նաև այն մասին, որ մեծ նշաններ են լինելու իր Գալստյան ժամանակ, երկրորդ Գալստյան ժամանակ, ասում է, որ լուսինը այլևս լույս չի տալու, երկնքի աստղերը թափվելու են, խավար է լինելու, ամեն ինչ խառնվելու է, ազգ ազգի դիմաց է դուրս գալու, ամբողջությամբ թշնամանք, պատերազմներ են լինելու, եւ սրանից կարող եք գուշակել, որ մոտ է երկրորդ գալուստը։ Ապա բերում է թզենու առակը եւ ասում է, եթե տեսնեք, որ թզենու տերևները ցցվել են եւ ոստերը արդեն կակղել են, փափկել են, դուք կհասկանաք, որ ամառը մոտ է։ Նույնպես, եթե այս ամբողջ նշանները տեսնեք, իմացեք, որ երկնքի առկայությունը, Քրիստոսի երկրորդ գալուստը մոտ է։ Այս ամբողջից հետո միանգամից Քրիստոս ասում է, որ այս սերունդը դեռ չի անցնի եւ այս ամբողջը իրականացած կլինի։ Մեկնիշներից ոմանք խոսում են այն մասին, որ երբ Քրիստոս ասում էր այս սերունդը չի անցնի, ինքը նկատի ուներ բուն այն սերունդը, որ իր ժամանակ ապրում էր։
Մենք առաջին դարի քրիստոնյաների կյանքը երբ որ ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ քրիստոնյաների մեջ մարդիկ կային, ովքեր անգամ ծառ չէին տնկում, որովհետև իրենք կարծում էին, որ Քրիստոսի գալուստը չափազանց մոտ է։ Նույն Պողոս առաքյալը եւ մնացած առաքյալները բոլորը վստահ էին, որ իրենց կենթանության օրոք Քրիստոսի գալուստը լինելու է։ Այսինքն սա դեռ այն ժամանակվանից այս տեսակ ըմբռնում եղել է։ Սակայն եթե անդրադառնանք մի փոքր առաջ խոսվածին, մենք կարող ենք վստահ լինել, որ այս խոսքերը Քրիստոս ասում էր Երուսաղեմի կործանման, տաճարի սրբապղծության մասին։ Եվ պետք է հիշենք, որ մեզանից ոմանց համար երկրորդ գալուստը հնարավոր է, որ շատ ավելի շուտ լինի, այսինքն հնարավոր է, որ մեզանից շատերը մահանան եւ չհասնեն երկրորդ գալստյանը կենթանի լինելու պահին։ Այսինքն պետք է նաեւ գիտակցել, որ մեր առաջին հանդիպումը մեր Տիրոջ հետ լինելու է հենց մեր մահվան ժամանակ։ Մեր եկեղեցու հայրերը խորհուրդ են տալիս, ասում են, եթե ուզում եք հեռու մնալ մեղքերից, փորձեք ամեն պահի հիշել, որ դուք մահկանացու եք, փորձեք հիշել, որ դուք մի օր մահանալու եք։ Ավետարանում հենց պատմում է, տարբեր դրվագներով մեզ ուսուցանվում է, որ պետք է միշտ մտածել, որ վաղը հնարավոր է այլևս չլինի։ Հիշենք մեծահարուստ այն մարդուն, ով մտածում էր ամեն ինչ ունեմ, իմ ամբարները կմեծացնեմ, իմ շտեմարանները կմեծացնեմ, նորերը կկառուցեմ, իմ ունեցվածքը կտեղավորեմ դրա մեջ եւ կուտեմ, կխմեմ եւ կապրեմ ինձ համար, կվայելեմ կյանքը։ Այնինչ Աստված իրեն ասում է անմիտ, այս գիշեր իսկ հոգիդ քեզանից վերցնելու եմ։ Եկեղեցու հայրերի խորհուրդն է, որ միշտ զգոն լինենք, փորձենք հիշել, որ այն ինչ որ ունենք, մերը չէ, մեզ չի պատկանում։ Այն ինչ որ ունենք, Աստված մեզ ձրիաբար շնորհել է որպես պարգև մեզ է տվել։ Եվ պետք է այդ ամբողջը օգտագործել այնպես, կարծես թե մերը չի եղել եւ չի լինելու երբևէ։ Հետևաբար Գալստյան կիրակին գալիս է մեզ մեկ անգամ եւս ուշքի բերելու եւ ասելու, որ ապրեք ձեր կյանքի ամեն օրը այնպես, ինչպես որ կապրեիք ձեր վերջին օրը։ Ապրեք այնպես, կարծես թե Քրիստոս դռների հետևում է եւ շուտով պիտի տեղի ունենա երկրորդ գալուստը։ Մի տվեք սրբությունը շներին եւ ձեր մարգարիտները խոզերի առաջ մի գցեք։